Բարև ձեզ, ինչպես Գայանեն ասեց, մենք երրորդ խումբն ենք եւ մենք կներկայացնենք հայերեն, իսկ մեր թեման խորվիրապն է եւ լաբաշը։ Խորվիրապը հայոց պատմության ամենանշանակալի սրբավայրերից մեկն է։ Նա հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 180 թվականին, իսկ 287 թվականին Տրթատգրի հրամանով բանտարկվել է այնտեղ Գրիգոր Լուսավորիչը 13 տարի, որից հետո նրան հանել են եւ 301 թվականին ընդունվել է քրիստոնեությունը Հայաստանում։ Պարզությունը դառնում է ուշ, երբ այն ինչպես լաբաշը իր համեստ բաղադրությամբ կարողանում է փոխանցել դարերով կուտակված իմաստությունը գոյատևելու ուժ եւ դիմանալ դժվարություններին։ Լաբաշը ցույց է տալիս, որ մեծ արժեք ստանալու համար պետք չէ, որ բաղադրությունը դժվար լինի, երբեմն պարզնել է ամենակայունը։ Առօրյա սնունդը դառնում է խորհրդանշական, երբ այն ինչպես լաբաշը մշտապես ներկա է մարդկանց կյանքում առօրյայում տոներին եւ կարևոր պահերին։ Այն դառնում է տան ջերմություն, միասնություն եւ ազգային ինքնության խորհրդանիշ։ Սովորական կերակուրները վերածելով մշակութային արժեքների։